Պարոն Ղազարյան, հիմա ՔՊ-ն պահանջում է, որ դուք ներողություն խնդրեք։ Ձեր կուսակցության հետ կապված դիրքորոշումը դեռ չենք հասկանում։ Ի վերջո ներողություն լինելու է թե չէ։ Բայց ով է իրենց իրավունք տվել ինչ-որ բան պահանջել պատգամավորից։ Մենք ստեղ բոլորս պատգամավոր ենք, չէ՞։ Պատգամավորը պատգամավորից բան պահանջելու իրավունք ունի։ Հիմա բացեք ազգային ժողովի կանոնակարգը, նայեք, տեսեք։ Չէ, ասում եմ բարևարկության կանոն եք խախտել։ Բարևարկության կանոնները քննարկելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ գոյություն ունեն։ Երբ որ իրենք կտանեն Արթուր Հովհաննիսյանի Էթիկայի հանձնաժողով նկատի ունեք։ Բայց դրա համար է չէ՞ ստեղծում։ Բոլոր հարցերը քննելու հարթակներ գոյություն։ Ազգային ժողովի աշխատանքները, չգիտեմ, Վահագն Ալեքսանյանի կամ Ռուբեն Ռուբինյանի երևակայությամբ չեն կազմակերպվում, էլի։ Ընդդելի մարդ կա, չէ՞։ Ինչ է բանը։ Խաղի կա, ինչ ասես կա։ Դրանց երևակայությամբ չի կարգավորում, կանոնակարգով է կարգավորում։ Հիմա կանոնակարգում այդ ասողը բաց տենան որտեղ է գրած, որոնց որևէ մեկի մյուսից ներողություն խնդրի, ես պիտի անի, ես պիտի անի։ Բայց խմբակցության ղեկավարն էլ ընդունեց, որ բարևարկության կանոն է խախտվել։ Լավ արել ընդունել։ Իրավունք ունի ինքը խմբակցության ընդհանուր մոտեցումները ներկայացնելուց իր ընդհանուր մոտեցումը խմբակցության ղեկավարի հնարավորինս սահուն խնդիրները հարթելն է։ Այդ ազգային ժողովի ղեկավարության խնդիրն է, չելազմանը պրոբլեմ սարքել։ Հիմա ձեր տեղի տեղափոխությունը շատ քննարկվեց։ Պատիժ էր դա խմբակցության կողմից, որ ձեր տեղը փոխվեց այսօր։ Դուք միջ այսօր Ես ասել եմ, դա տեխնիկական կազմակերպական հարց է, որը խմբակցությունը շուտ է քննարկվել։ Սպասում ենք, որ պարոն Վարդևանյանը ընտրվի, որից հետո արդեն վերադասավորումներ, ի վերջո այդ աթոռը, որ ինձ հատկացված էր այստեղ նստելու, բան չէ, ժառանգություն չէի ստացել, դա կտակի մեջ չկար գրած։ Այդ եկել եմ այնտեղ անունը դրած էր, այնտեղ եմ նստել։ Հիմա ինձ համար դարեջուրի տարբերություն, որ աթոռի վրա եմ նստում։ Կազմակերպական հարց է, որը եթե նկատել եք բոլոր խմբակցություններում էլ այդ տեղաշարժերը լինում են, դա նորմալ է, միշտ լինում է։ Եվ պարոն Ղազարյան, շատ այս օրերին մամուլը գրում, որ դուք խմբակցության հետ լարվածություն ունեք, մեկուսացած եք։ Հիմա խնդիր կա, թե չկա ամեն տեղ։ Գոյություն չունի, ես իմ խմբակցության բոլոր գործընկերների շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բոլորի սիրում եւ հարգում եմ եւ վայելում եմ նրանց բոլորի սերն ու հարգում։ Շատ է նաեւ խոսում, որ հնարավոր տարբերակ է, ինչ որ բայ օրինակ ձեզ ստիպեն մանդատը բայր դնել։ Այդպիսի բան կարող է լինել։ Հարց երբևէ չի քննարկվում։ Ձեր հետ ոչ մի այս օրերին ոչ մի անգամ չի քննարկել Ոչ մի անգամ ոչ միայն իմ հետ, այլ ընդհանրապես այդպես հարց ես գիտեմ ու չգիտեմ։ Եվ դուք նաեւ չեք էլ պատրաստվում։ Հայաստան խմբակցության պատգամավորը սիրում հարգում եմ մեր խմբակցության ղեկավարին, մեր առաջնորդին եւ մեր խմբակցության բոլոր պատգամավորներին եւ մենք համերաշխ միասին բոլոր խնդիրները քննարկում ենք։ Իսկ Սամվել Կարապետյանի հետ այս օրերին քննարկում եղել այս միջադեպերի հետ կապված եւ այլն։ Մենք ունենք խմբակցության ղեկավար եւ մեր խմբակցության ներսում բոլոր հարցերը քննարկում ենք խմբակցության ղեկավարի հետ։ Շնորհակալ եմ։